Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Հակոբյան այսօր Էջմիածնի տոն օրն է եւ ինչպես գիտեք նոյեմբերին այնտեղ սպասվում են ընտրություններ։ Ինչ կարծիք ունեք այս մասին եւ արդյոք իշխանությունները փորձում են ընդդիմադիր թեկնածուների այսպես ասած աչքը վախեցնել իրենց գործողություններով։ Ճիշտ ասած նախ շնորհավորենք էջմիածինցիներին իրենց քաղաքի հիմնադրման, իրենց քաղաքի տոնորվա արդիվ ցանկանանք, որ այս քաղաքական վենդետաները չանդրադառնան էջմիածինցիների վրա։ Մենք ականատեսնենք այս պահին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարին եւ իշխանությունների կողմից քաղաքական վենդետային իշխանության այն անդամների նկատմամբ, ում գաղափարները, հայացքները չի համապատասխանում իշխող կուսակցության գաղափարներին։ Բնական է, որ ես եւս հակված եմ այն մտքին, որ իրոք սպառնալիքներ լինելու են, թեպետև ոչ առերևույթ, համենայն դեպս ներքին կարգով դրա ականատեսը մենք կլինենք եւ այն սպանությունները, այն իրավիճակը, որ այս պահին տիրում է Հայաստանում, ինքնին խոսում է այն մասին, որ սպառնալիքներ լինելու են եւ հանգիստ չի լինելու այս տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները։ Համահայկական ճակատ կուսակցությունը եւս մասնակցելու է ընտրություններին, այդ մասին ազդարարվեց։ Ձեր կարծիքով շանսեր կան։ Իհարկե, շանսեր միշտ պիտի ընդունենք, որ կա։ Մենք չենք կարող մերժել, որ չկան։ Մանավանդ որ ես լինելով համահայկական ճակատ շարժման անդամ, բնական է համակրում եմ համահայկական ճակատ կուսակցությանը եւ բնական է, որ այս կուսակցության անդամները հիմնականում լինելով նախկին զինվորականներ, թեպետև նախկին զինվորական չի լինում, բոլորն էլ ներկա են, բոլորն էլ հայրենիքի պաշտպաններ են, հետեւաբար միանշանակ սթափ գիտակցող, սթափ դատող Հայաստանի բոլոր քաղաքացիները եւ ոչ քաղաքացիները, ովքեր ունեն ընտրական ձայնի իրավունք, բնական է իրենց ձայնը պիտի տան այն կուսակցությանը, որը ելնում է հայրենիքի պաշտպանության դիրքերից եւ որը պատրաստական է իր ողջ գործունեությունը նվիրել Հայաստանի ապագային։ 2026 թվականին խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Իշխանությունները վստահ են, որ նրանք կվերընտրվեն եւ ինչպես ասում է Փաշինյանը, խորհրդարանական ընդդիմությունը իր համար գանձ է։ Ինչ կարծիք ունեք այս մասին։ Միանշանակ ես համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ընդդիմությունը իրոք նրա համար գանձ է։ Ոնց կարանք հակառակը ասել, եթե ընդդիմություն գրեթե չկա Հայաստանում։ Այսինքն ինչ թելադրում է, այն էլ իրականացվում է։ Հետևաբար միանշանակ կարող ենք բացառել ընդդիմության գոյությունը Հայաստանում։ Հենց դա է հիմնական բացը Հայաստանի, որ գոյություն չունի այն միայն առերևույթ է, փաստացի արկա չէ ընդդիմություն, որտեղ մենք բոլորս գիտենք, որ քաղաքական ընդդիմության այդ բոլոր խառը տարբեր կարծիքների, պայքարների ընթացքում է ճշմարտությունը վերհանվում եւ պայքարի ընդդիմախոսների, գաղափարական ընդդիմադիրների արտահայտած տեսակետների շնորհիվ են կարողանում ընտրել լավագույն միջին տարբերակը, որը այս պահին Հայաստանի Հանրապետությունում չկա։ Այդ պատճառով գտնվում ենք այն վիճակում, ինչպիսին այսօր է։ Գտնվում ենք այն վիճակում, երբ Ալիևը անպագորգոր հայտարարություններ անում, անընդհատ խոսում Զանգեզուրի միջանցքի մասին, Հայաստանում ասում են տարածքային պահանջ չկա։ Պատկերացնում եք, Զանգեզուրի միջանցք կա, այսինքն տերմինը կարող է գործածվել, բայց տարածքին չի կպնում։ Ես չեմ հասկանում, ուղեղները աշխատում են, նրանց կարող է այդ միջանցքի միջով չեն անցնելու, ինքը Հայաստանի տարածք չէ, Զանգեզուրը օդով թռնելու են անցնեն, բայց դրանով իրենք փորձում են ցամաքային կապ ստեղծել Նախճեվանի հետ։ Ոնց կարելի է եւ ոնց կարելի է Ստրասբուրգում Ալիևը հայտարարի, որ ինքը ունի 1 միլիոն փախստական ադրբեջանցի ու դրան պատշաճ հակահարված չտրվի, պատասխան չտրվի, ոնց կարելի է սահմանին բռնել 190,000 ավելի կեղծ անձնագիր 29000 ID քարտեր ու դրան համապատասխան պաշտոնական պատասխան չհնչեցվի, դրա համար էլ
բնական է կասի Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ իր համար գանձ է։ Միանշանակ համամիտ եմ, ընդդիմություն չկա, գոյություն չունի Հայաստանում։ Իսկ չեք կարծում, որ հենց Փաշինյանը պետք է արձագանքեր այդ ամենին, որովհետև նա բարձրատյանների Ալիևը ասում է Զանգեզուրի Միջանցք, նա այնտեղ ներկա լինելով չի հակաճառում, չի ասում, որ դա Միջանցք չէ։ Բայց չէ որ նաև ընդդիմությունը պիտի իր խոսքը ասի, չէ որ վարչապետի հնչեցրած բոլոր արտահայտություններին, խոսույթներին Հայաստանի Հանրապետության ոչ մի ատյանից ոչ մի ավել բառ չի ասվում, ոչ մի պատասխան չի հնչեցվում, այսինքն ողջ Հայաստանի Հանրապետության իշխանավորները գումարած ընդդիմությունը համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Այլ բացատրություն սրան լինել չի կարող։ Եթե գոնե ընդդիմությունը դժգոհեր, բողոքեր կամ մեկ այլ, չէ՞ որ մենք այսքան պատմաբաններ ունենք, այսքան քաղաքագետներ ունենք, ուր են նրանք։ Արկա է ընդհանրապես Հայաստանում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԱՄՆ-ի կառավարությունը զբաղվում է արցախցիների վերադարձի հարցով, երբ կառավարությունում 3 հարցից բաղկացած ձևակերպում են նամակում, նամակի տեսքով գրվում, այդ թվում խաղաղության համատեքստում դրվում է նաև արցախցու վերադարձի հիմնախնդիր, Ադրբեջանում գտնվող ռազմագերիների հարց, որ իրենք պարբերաբար դրան մասնակցում ականատեսն են այդ գործողություններին, երբ դրվում է Արցախում մշակութային ժառանգության պահպանման հարց, ու այդ հարցով դիմում են Ադրբեջանին, ու Հայաստանի կառավարության կողմից փաստացի ոչ մի պատասխան չի տրվում Ադրբեջանի քայլերին, ինքնին վկայում է այս գործողությունները փաստացի այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում արկա չէ ընդդիմություն։ Այսինքն միակուսակցական համակարգ է իշխում տարբեր անուններով, տարբեր ձևակերպումներով, կապ չունի։ Գումարելիների տեղը փոխած գումարի արժեքը չի փոխվում, նույնն է, չի փոխվում ոչինչ։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանը, կհանդիպենք։